Հետպատերազմյան Արցախի մեջ տիրող իրավիճակը Դաշնակցության բյուրոյի երիտասարդական գրասենյակին մղեց, որպեսզի մշակե ծրագիրներ նեցու կանգնելու արցախահայ երիտասարդներուն, որպեսզի շարունակեն մնալ Արցախ եւ իրենց ապագան պատկերացնել Արցախի մեջ։ Եվ այսպես է, որ առաջին վերելքը 2021 թվականին տեղի ունեցավ Արցախի մեջ։ Եվ գրեթե նույն նպատակներեն մեկնած երկրորդ վերելքը տեղի ունեցավ Սյունիքի մեջ 2022 թվականին։ Իսկ 2023 թվականի աղետալի Արցախի հայաթափումը մեր առջև նոր իրավիճակ բարձեց։ Բնականաբար պետք է հարմարեցվեր ծրագիրը արցախահայ երիտասարդության դիմակրաված նոր մարտահրավերներուն, որոնց մեկ կարևորագույնը այն էր, որ այդ երիտասարդները պետք է արժանապատիվ գործ գտնեին Հայաստանի մեջ, որպեսզի շարունակեին մնալ Մայր Հայաստանի մեջ։ Եվ այդ նպատակեն ելնելով է, որ վերելքի երրորդ տարբերակը եկավ առաջարկելու արցախահայ երիտասարդներուն ծրագիրը, որոնց մեջ են կստանան այն գիտելիքները, որ պետք ունին Հայաստանի աշխատանքային շուկայի մեջ գտնելու իրենց հարմար տեղը եւ սկսելու իրենց կյանքը այստեղ, փայփայելով վերադարձի հույսը։ Բարևեմ թե չէ։ Վերելքը ծրագիր էր, որի շնորհիվ կարողացանք տարբեր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել եւ մասնակցելով դասընթացներին կարողացանք տարբեր ոլորտներից գաղափար կազմել։ Ծրագրի շրջանակներում մենք մասնակիցներս ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, նոր հմտություններ, ծանոթացանք Հայաստանում ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Մեծ պատիվ էր ինձ համար դառնալ վերելք ծրագրի մի մասը, շատ պարտավորեցնող, շատ ոգևորիչ, շատ արդյունավետ ծրագիր է կարծում եմ մեր արցախցի քույր եղբայրների համար եւ մենք որպես ընկերություն, բացի ես որպես տրեյներ մասնակցեցի, հիմա մտածում ենք ինչպես կարող ենք նաեւ հետագայում օգտակար լինել մասնակիցներին, այդ թվում նաեւ աշխատանքի դիտարկման կամ միգուցե այլ ֆորմատով։ Optimize ընկերությունը, որը մատուցում է բիզնես խորհրդատվության եւ պրոֆեսիոնալ տրեյնինգների ծառայություններ, Հոյդա բյուրոյի երիտասարդական գրասենյակի հետ միասին 2024 թվականին ստանձնել է վերելք ծրագրի իրականացումը։ Այստեղ մասնակցությունը շատ բարձր է եւ այդ դասընթացները մեզ շատ են օգնում եւ օգնել են, որպեսզի ավելի հմտանանք, ավելի զարգանանք եւ համապատասխանենք Հայաստանի արդիական շուկային։ Դասընթացները, մարդկանց շփումը, ընկերները, ծանոթությունները ինձ կարող եմ ասել, որ մի աստիճան ավելի դեպի վերև է բարձրացրել, դեպի բարձունքն ենք հասնում վերելքի միջոցով։ Միանշանակ վերելքի նման ծրագրերը շատ կարևոր են, հատկապես այն ժամանակահատվածում, որում որ մենք էինք գտնվում, արցախահայերի համար կազմակերպվեց եւ մեզ համար շատ կարևոր էր հանդիպել միմյանց եւ ստեղծվեց մի փոքրիկ համայնք արցախցիների, որտեղ կարողացանք շփվել միմյանց հետ, մասնակցել այդ դասընթացին եւ ունենալ մեր սեփականը մի փոքրիկ տարածքը։ Վերելքի հիմնական նպատակը այն է զինել մեր երիտասարդներուն գիտելիքով, որպեսզի գրնան իրականություն դարձնել իրենց երազանքները, բայց այդ երազանքները գաբել հայրենիքի հետ, երիտասարդության հայրենիք մնալը եւ այստեղ արարելը, ստեղծագործելը եւ պատկերացնելը իրենց ապագան կարևորագույն նպատակներեն մեկն է, որ վերելքը կհետապնդի։